Եթե երեխան կոնֆլիկտի մեջ է իր հասակակցի հետ, ինչ չի կարելի ասել։ Իրականում երևի թե ինչ չանելների մեջ գլոբալ եթե փորձեմ ընդհանրացնել, կարծես չգնահատել, այսինքն անմիջապես ինչ որ գնահատական չտալ, լավ ես արել, վատ ես արել, ճիշտ էր, սխալ էր, չքննադատել, հա, օրինակ, էլի դու ընկար, չգիտեմ, վեճի մեջ եւ այլն, այլ նորից պիտի կրկնվեմ, այլ սկզբում լսել, որովհետեւ ինչպես Զահրան նշեց, մենք դեռ չգիտենք ինչ է տեղի ունեցել եւ առաջինը ինչ պետք է անենք, նախ փորձենք ուղղակի լսենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, ու ըստ դրա արդեն նաև կարողանանք արձագանքենք ու արձագանքենք նաև օգտագործելով իր տարբեր հմտությունները։ Եթե մենք կլսենք ու կտեսնենք, որ իրեն հարվածել են, այո, երևի թե մենք ոնց որ թե հասկանում ենք, որ որպես ինքնապաշտպանություն ինքն էլ հարվածել է, դա լրիվ այլ արձագանք է ծնողից ենթադրում, քան եթե մենք լսում ենք ու տեսնում ենք, որ օրինակ ինքն է առաջինը հարձակվել, ինքն է հրահրել, հա, մենք տեսնում ենք, որ օրինակ ինքն է առաջինը խփել ու այստեղ արդեն մեր արձագանքը պետք է ուղղված լինի նրան, որ մենք իրեն օգնենք տեսնել ուրիշ ինչպես կարող է իր։ Դրա համար երևի թե իսկապես զերծ մնանք սկզբում միանգամից, հա, ինչ որ պիտակներ տալուց ու քննադատելուց ամենակարևորը երեխային, այլ փորձենք լսենք, հասկանանք եւ ըստ իրավիճակի արդեն այդ լսելուց ու հասկանալուց հետո մենք վստահ կիմանանք, թե սրանցից որը արժի անել։